Ինչ արձագանք եղավ ՔՊԱ-ականների կողմից, երբ վեհափառի հետ կապված հարցի ժամանակ տեղից գոռացիք, ասացիք ամոթը դավաճան վարչապետ ունենալն է։ Չեմ անում։ Ես իրանց արձագանքին ակնկալիք չունեմ։ Իմ կարծիքը բարձրաձայն ասացի, ոնց որ միշտ էլ ասել ենք էլ։ Պարոն Մանուկյան, դա ԱԺ կանոնակարգ օրենքի խախտում է, ավելի ճիշտ բարեվարկության նորմերի խախտում է։ Այդ բարեվարկության նորմերը գիտեք գողական պրագոնա, որ հիմա բոլորս ընդ ձեռքերս դնում ենք սեղանին, ասում ենք, չէ, բարեվարկության նորմ չկա։ Բայց եթե օրինակ Նիկոլ Այդ բարեվարկությունը մանկապարտեզում են սովորեցնում։ Մանկապարտեզում են սովորեցնում բարեկրթություն, բարեվարկություն։ Հետո մարդը քիչ-քիչ այդ բարեվարկությունը կամ ունենում է, կամ չի ունենում։ Պիղծ վեհափառ որ կոչեց։ Բան է, չեմ ուզում նորից կրկնվի այդ արտահայտությունը, պղծությունը տեսել ենք, էլի ոնց է իրանց մոտ։ Պարոն Մանուկյան, ըստ էության Նիկոլ Փաշինյանը ուղիղ տեքստով ասաց, որ դուք պատերազմ եք վերելու Հայաստանի Հանրապետության գլխին, եթե Տիգրանաշենի համար պայքար մղեք, որովհետև ես ասում եմ քյարքի, որովհետև ադրբեջանական անվանումը այդպես է։ Նիկոլ Փաշինյանը այսօր հերթական անգամ ստետ քրոնիկ սուտասանի դեպքում զարմանալի չի։ Հայտարարեց, որ սահմանագծումը իրականացվում է 1974-79 թվականների գլխավոր շտաբի քարտեզի հիման վրա։ Հարգելիներս, հենց հիմա ԱԳՆ-ի կայքը բացեք, Հայաստան-Ադրբեջան նախաստորագրված համաձայնությունը բացեք, տեսեք այնտեղ կա հիշատակում, չկա, եւ ավելին ձեզ ասեմ, մենք որ ծանոթանում էինք փաստաթղթին, ի սկզբանե հայկական կողմը առաջարկել էր Ադրբեջանին, որ այդ համաձայնագրի մեջ ամրագրվի գլխավոր շտաբի քարտեզ։ Ադրբեջանը մերժել է, դրանից հետո հայերը վիզները ծռած, ինչ որ Ադրբեջանը մերժել է, հայերը վիզները ծռած հանել են այդ նախագծին։ Երկրորդը սահմանագծման, սահմանազատման համատեղ հանձնաժողովների աշխատակարգը նայեք, այնտեղ չկա հիշատակում գլխավոր շտաբի քարտեզներ, այնտեղ ընդհանրական տարբեր քարտեզների մասին է, բայց այն օր ազգային ժողովի ամբիոնից բացատրել եմ Տիգրանաշենը 90 թվականի հունվարի 15-ից խորհրդային Հայաստանի տարածքում է եղել, դեռ ավելին 1926 թվականի քարտեզով էլ է խորհրդային Հայաստանի կազմում եղել։ Աղեր խելագարության աստիճանի են հասցնում, մենք Վրաստանի հետ տարիներ շարունակ բանակցել ենք սահմանագծման հարցում, որպեսզի համաձայնության գանք, թե որ քարտեզի հիման վրա պետք է սահմանագծում, սահմանազատումը տեղի ունենա։